Քեցինք, օվա։ Օպաս։ Սուսուրա։ Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, շարունակում ենք այգում աշխատել, դեռ 0.5 քանի տոկոսն է էլի արված կամ արվում, բայց արվում է սիրով, որովհետև ընդամենը այս երկու ցանկսը ունեմ վերևից, որ նայում եմ, տնում եմ այս քանի մեջ մոլախոտ չկա, գործարածա, ինձ լավ եմ զգում, այսօր հերթը հասել է Համեմին ու Մաղադանոսին, բայց այնտեղ ծաղկամանների մեջ ենք սերմ ցանելու, հուսով եմ բոլորն էլ դուրս կգա ու լավ բերք կունենանք։ Այս երկու տեղն էլ վարեցի, փխրեցրեցի, գոմաղբը բերեցի, շախտվեցի, հիմա ինչ ամնում սերմը գցել հողի տակ։ Կակրաս խոնավա մնում է մի թեթև ջերմություն ու օրենեքսը հաջորդ օրով սերմը դուրս եկած է։ Եթե ցանքս եք անում ու եղանակը անսպասելի ցրտում է, ինչ պետք է անել։ Պետք է ծածկել այն թափանցիկ ցելոֆաններով, ինչու թափանցիկ, որովհետև սերմը դուրս է գալիս դեպի լույսը, ձգվում է դեպի լույսը։ Տեսած կլինեք, որ մուգ պալատկեքով են ծածկում, ինչի համար են մուգով ծածկում, կամ ինչն են մուգով ծածկում, մուգով ծածկում են դուրս եկած բույսի կողքերը։ Այսպես անցք են բացում, բույսը շրջապատում դրանով, ինչի համար, որպեսզի են կողքի մոլախոտերը դուրս չգան, այսինքն բոլոր կանաչեղենը դուրս է գալիս դեպի լույսը, ձգվում է, որ հողի տակից գլուխը հանի դեպի լույսը։ Մի խոսքով, եթե տնամ անսպասելի շատ ցրտեց, անպայման կբերեմ կծածկեմ, որ ջերմոցանման տաքանա էլի։ Բաքուց որն անենք, համեմն էստեղ ցանենք։ Այսպես Մաղադանոսն էլ ներքև։ Այս էլ համեմի սերմն է, տեսեք ինչպիսի սերմ է։ Այս Արնովիչի, այս մամայիս համեմի սերմն է, մամայի այգում բացի են, որ առանձին համեմացանում, նաև այնքան շատ է ունեցել, որ ինքն իրան մեծանում, չորանում, սերմա տալիս, թափվում ու այդպես ամբողջ այգով մեկ տարածվում, ովքեր որ ինձ
Վաղուց են հետևում, հաստատ մայրիկիս այգու հոլովակներ տեսել են ու գիտեն։ Հիմա անցնենք ցանելուն։ Աշխատում ենք ոչ շատ մոտիկ լինեն, ոչ էլ շատ հեռու, որ ինչքան էլ արանքում փչացած սերմ լինի ու դուրս չգա, մնացածը դուրս գան, ոչ շատ խիտ լինի, ոչ էլ այնքան որ հողը, ոնց ենք ասում, հողը դեղ ենք ոչ էլի, դեղ ենք ոչ, գիրովական ցոնց նման ասեցի։ Առատ բերք լինի բոլորիս էլ։ Դեռ մի ցանելու էլ կլինի, ես էլ կթողեմ բոլորից սերմ կվերցնեմ։ Մենակ թե լավ դուսկյա։ Չսպասեմ ու բերեմ մեկ էլ նորից ցանեմ կամ ուրիշ բան ցանեմ։ Երևի թե լավ է, չէ՞։ Որպեսզի սերմը լավ կպնի հողին, այսպես մի անգամ սխմում ենք ու նոր ծածկում ենք հողով։ Հողով ծածկելն էլ մի բարակ շերտ, այնքան որ։ Սա արդեն հաշվեք, որ ամուր կպածա ու հաստատ եթե սերմը վատը չլինի ու չեմ կարծում վատը լինի, լավ էլ դուրս կգա։ Ձեռքով էլի վերջում կստուգեմ, որ սերմը ամբողջությամբ ընկնի հողի տակը, բայց մի քիչ էլ շախտալով լցնեմ էլի։ Սենիցն էլ ջոնս սրսրում։ Հիմա անցնենք մաղադանոսին։ Բոլորիս ծանոթ պետրուշկենը։ Էս էլ լավ ապշետը, եթե սերմը լավը լինի, շատ խիտ դուրս կգա։ Ու ինչքան ժողովուրդ, ինչքան քիչ դուրս գա, այսինքն ինչքան խիտ չցանենք, այնքան ավելի լավն է լինում, քիչ է լինում, բայց ավելի լավը, փարթամ, կոթերը հաստ, իսկ խիտը մեկը մյուսին խանգարում են, էլի լինում է, բայց ոչ լավն էլի։ Հողը շատ խոնավ է, ճիշտ է կջրեմ էլ, բայց համարյա թե ջրելու կարիք սկի չկա էլ։ Որ ամբողջը վարած լիներ, սա ինչ ունենք արդեն կցանեինք, որովհետև այնա, որը գցես, ինչ սերմ գցես հողի տակ, այնքան շուտ դուրս կգա, դժվար է արևի երեսը հողի վրա լինի։ Սրանից էլ ավելացավ, սա էլ մի անգամ ցանելու կհերիքի հաստատ, ու ինչ ենք անում, նորից վրայից լավ թեթև հող կամ գոմաղբ ենք շախտալիս կամ հողն ու գոմաղբը իրար խառնած։ Սրա սերմը այնքան փոքր է, այդպես չի էլ երևում, պիտի հենց անենք լավ ծածկենք, օրինակ համեմինը լավ երևում էր, տնում էի որտեղ բաց է ծածկում էի, բայց այս այդքան էլ լավ չի երևում, դրա համար պիտի երեսի հողը մի քիչ հաստ շերտով լինի։ Ու էլի անպայման մի հատ այսպես սխմում եմ։ Դեհելով որ սերմ չի երևում, կամ ես եմ լավ տնեմ, կամ էլ չի երևում։ Մասին շատ դարավ։ Այս ամրացնելուց հետո էլ մի թեթև էլի լցնում եմ վրայից այս մանր մասից ու այս էլ վերջ լավա շատ է սպիրել Նարեկ ջան հենց աղկամանին էլ եմ սրանով անել ուրեմն էլ ես քինել չեմ
Հեսա, անցնենք մեր մյուս ցանքսին։ Տեսեք, 1, 2, 3, 4։ Մի հատ էլ բարձր ասեմ, որ հիշեմ։ Այստեղ Պետրուշկեն, Մաղադանոսը, մյուսում Համեմը, երրորդում արդեն մոռացել եմ։ Մեկում Բոլոկը։ Ինչ եմ ցանել են օրին։ Հա, Ռեհանը, բազիլիկը, բայց ճիշտն ասած դրա սերմը առել եմ ու հետո նոր երեք մտածեցա вообще-то նկարում շատ այն մանուշակագույն լավ ռեհաններ, բայց մեկնաբանություններում տեսա սաղ գրել են ասում են, բայց այս կանաչ ախի եք նկարը մանուշակագույնը դրել, կապույտը դրել, դե ոչինչ, մամային հաստատ մանուշակագույն ունի։ Կբերեմ մի կողքից էլ մի մարկ, այնքան որ գունային համադրությունը լավը լինելու համար, սիրուն լինելու համար, նրանից էլ կցանեմ։ Ինչ արի եմ բանկեն, տիա, էսստիա գնացինք հաջորդ ցանքսին։ Սիրելի հետևորդներ, այստեղից էլ ձեզ հաջողանեմ ու գնամ։ Ճիշտն ասած, այստեղ նստեցի, որ ձեր հաջողը նկարեմ։ Նայեցի նախկինը, տեսա միկրոֆոնս անջատելու չեմ միացրել։ Ասեմ, որ այդ փոքր ամանների մեջ ցանեցի այն կծու ծիծակներից, փոքր ծիծակներից ու մեծ ամանների մեջ մի քանի հատ, փոքրի մեջ մի հատ, խառը էլի 2, 3, 4, 5 ու ջրում ենք պարտադիր, էլի հողին լավ կպցնում ենք ու վրայից հող ենք լցնում, ջրում ենք, այն նախկին ցանած կանաչիներս էլ ջրեցի, այսօրվա ցանածներն էլ ջրեցի, անկախ եղանակի անձրև լինելուն, միևնույնն է, քո ջրածը գիտես որտեղ է հասնում, որ սպասենք անձրևին կարող է եւ չգա ու ինչքան շուշուտ ջրենք, այնքան շատ ավելի շուտ կծլի մեր սերմերը։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ այդքան դրական մեկնաբանությունների համար, որ այդքան լավը գրում եք, հավատացեք 100-ից մի հատ կամ բացական մեկնաբանություն ա լինում կամ էդ էլ չի լինում, իսկապես շատ շնորհակալ եմ։ Ես ոչ մի մեկնաբանություն բաց չեմ թողնում։ Ունեմ հետևորդներ, ովքեր նկատել եմ գրել են Գոհար ջան, բոլորինը լայքում, սրտիկում պատասխանում ես, մերը ոչ են։ Ես առանց կարդալ մեկնաբանություն չեմ թողնում, հավատացեք ու դիտավորյալ տարբերություն չեմ դնում ոչ մեկին, հաստատ մեկը սրտիկվում է, մեկը լայքվում է, մեկը պատասխանվում է, լինում են որ ոչ են, որովհետև ժամանակում ուղակի չեմ տեղավորվում, բայց իմացեք բոլորիդ գրած մեկնաբանություններն էլ կարդում եմ, ոգևորվում եմ, ոգեշնչվում եմ ու ավելի եմ պարտավորվում, ավելի հաճախ հոլովակ նկարելով ու ձեր հետ այսքան ջերմ հարաբերություններ ունենալով։ Սիրելի հետևորդներ, ովքեր նոր են միացել ալիքիս եւ հավանում են նմանատիպ հոլովակներ, լայքեք, բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություն, կիսվեք այն սոցցանցերում եւ մի խորհուրդ էլ բոլորին մի քիչ կոպիտ կհնչի, բայց անընդհատ բզբզացեք, անընդհատ ինչ-որ նպատակներ դրեք ու գնացեք նպատակային, այսպես առաջ գնացեք ձեր նպատակի հետևից ու հասնելու եք դրան, ստացվելու է, դառնալու է, առաջ շարժվելու ու այսպես նստել ու երազել տարբեր բաների մասին սխալ է։ Դե ինչ, հետ էլ ճառս։ Ես գնամ տուն, անցնեմ իմ հաջորդ գործերին։ Շատ սիրում եմ բոլորիդ։ Մնացեք բարով։